Օրհնեցեք Տեր հայրեր։ Աստված օրհնի։ Եթե պետք է Աստված օրհնի, դուք ինչու եք եկել։ Ես կանչեմ։ Նստեք խնդրեմ։ Նորին սուրբ օծություն, Տեր, ամենայն հայոց կաթողիկոս, ամենայն հայոց քահանայապետ, ծայրագույն պատրիարք, նորին սրբություն Գարեգին երկրորդ վեհափար հայրապետի, ինչպես նաև Այրարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավաստարդ եպիսկոպոս Կչոյանի գիտությամբ եւ համաձայնությամբ Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի առիթով այսօր Տեր Ոզնին ծիծաղի տուն է հրավիրել հայ առաքելական եկեղեցու հայրապետական թեմի քահանյաց դասի 4 քահանայի, 4 Տեր հոր, Տեր Համազասպ, Տեր Հայկազուն, Տեր Կորյուն, Տեր Տիրայր, Սուրբ Սարգիս երկու եկեղեցիների քահանաներ, որոնք հուսամ Տիրոջ օրհնությամբ, օգնությամբ, կամոքն Աստծո, այսօր դույզնինչ զվարթություն կբարգևեն հավատացյալ եւ տարապյալ հոտին, ի բարօրություն ազգին մեր, կամ ինչպես վեհափար հայրապետն է սիրում ասել, հանուն ազգի զավակած։ Հոգևոր հայրեր, թեև ես տարիքով ձեզ հայր եմ գալիս, բայց եկեղեցու օրենքներով ձեզ հայր եմ կոչում եւ հուսամ, որ դուք Տեր հայրերդ ըստ արժանվուն գնահատեցիք եկեղեցու տիտղոսների իմացության Տեր Ոզնու հմտությունը, ինչպես նաև հոգևոր դասի ներկայացուցիչ պես խոսելը, վասնզի մի քանի տարի առաջ, երբ ես այցելել էի հայկական մի գաղթօջախ, Երևանից ժամանել էր քաղաքական բարձրաստիճան մի այր եւ բարձր ամբիոնից դիմեց դահլիճում նստած հոգևոր դասին, որտեղ կային սրբազաններ, գերաշնորհներ, սարկավակներ, աբեղաններ եւ ծայրագույն վարդապետներ։ Հիմա փոխանակ բոլորին դիմի, նա այսպես ասաց, Հայաստանի Հանրապետության կողմից ողջունում եմ վարդագույն ծայրապետին, փոխանակացի ծայրագույն վարդապետին։ Իհարկե, ինչպես դուք, այնտեղ էլ բացացավ հեգնանք, զարմանք ու քրքիջ նրա չիմացության առիթով, մի անգամ արդեն ասել եմ, թե ինչպես մի ավտոտեսուչ, տեսնելով երջանկահիշատակ Վազգեն Առաջինին, ասաց, բարև ձեզ ընկեր Աստված։ Ահա եւ դուք ծիծաղում եք, իսկ ես մտածում եմ, թե գուցե ոմանք մտածեն, թե ինչ կապ ունի ծիծաղը քրիստոնեության ու եկեղեցու հետ։ Ճշմարիտն եմ ասում, մեր Տերը նաև ասել է, որ թե ձեր սիրտը թող ուրախ լինի։ Ինչպես գիտեք, ժպիտը բարություն է, իսկ բարությունը ճանապարհ է առ Աստված։ Մեր Տերը, ինչպես գիտեք, հաճախ է սրամիտ առակներով պատասխանել հարցումներուն։ Ոմանց էլ թվում է, թե եկեղեցին կրոնը տխուր երևույթ է, ոմանց թվում է, թե նա կաշկանդում է մարդկային ազատությունները կամ խանգարում առօրյա վայելքներին։ Այնինչ, ինչպես ասացի, Աստված կողմ է չափավորության։ Աստված կողմ է լուսավոր հաճույքներին, դեմ է մեղսավոր վայելքներին։ Աստված կողմ է ամուսնական սիրո մերձեցմանը, դեմ է կնամոլությանը, սևամոլությանը, Աստված կողմ է խմելուն, դեմ է հարբեցողությանը, Աստված կողմ է ուտելուն, դեմ է զեխությանն ու որկրամոլությանը, Աստված կողմ է անձնական արժանապատվությանը, դեմ է մեծամտությանը։ Ահա եւ արժանապատվության ասեմ, որ ձեր խոնար ծառան նաեւ գիրք է գրել, նվիրված քրիստոնեությանը, հավատին, կոչվում է Խաչ եւ Սուր, ինչպես նաև բանաստեղծություններն ու երգեր, հավանաբար հիշում եք Արա Գևորգյանի երաժշտությամբ գրված
Տեր Աստված մի տան իր լավերին, ախարանցային էլ քիչ են լավերը։ Տեր Աստված մի տան ջիր լավերին, ախարանցային էլ մեղք են լավերը։ Ինձ բախտ է վիճակվել հոգևոր առաջնորդների հետ հաճախ հանդիպել։ Հիշում եմ երջանկահիշատակ Վազգեն Արարչինի հետ հարցազրույց անցկացրի, որը տպագրվեց թերթում եւ գրքում, եւ նա ինձ մի զվարճալի դեպք պատմեց։ Ասաց իմ սարկավակներից մեկին տնտեսական գործով ուղարկեցի մի նախարարի մոտ, բյուրոկրատ նախարարն ասել էր գնացեք ձեր վերադասից գրավոր տեղեկանք բերեք։ Ես էլ սարկավակին ասի գնացեք, ասեք նոր, որ մեր վերադասը Աստվածն է, նա գրավոր տեղեկանք չի տալիս։ Երբ հարցրի վեհապար, ձեր կյանքում ներեցեք, երբևէ սխալ գործել եք, իմաստուն պատասխան տվեց, ասաց անսխալական լինելու տկարությունը չունեմ։ Հարցրի, որ թիվն եք ամենից շատ սիրում, ասաց ամենից շատ սիրել եմ 7 թիվը, բայց երկրաշարժի ետքը 7 թիվը այլևս չեմ սիրել։ Հարցրի, ինչ եք ամենից շատ սիրում, ասաց սիրում եմ զբաղված լինելը։ Ու երբ որ հոդվածը լույս տեսավ, իսկ ես հոդվածն սկսել էի տերունական աղոթքով, Հայր մեր, որ հերկին սես Սուրբ Եղեցի անուն քո, եկեղեցի արքայություն քո, մեր աշխատողներից մեկը, Միամիտ Լորեցի Բալայան, ասաց հոդվածը շատ լավն էր, հատկապես ինձ դուր եկավ քո գրած այն 3 տողը, Հայր մեր, որ հերկին սես։ Այո։ Հանդիպել եմ նաև երջանկահիշատակ Գարեգին առաջին ամենայն հայոց կաթողիկոսին, գրողներով, լրագրողներով հանդիպել ենք, ես տեսա, որ կին լրագրողներից մեկին հատուկ ուշադրություն է դարձնում Արփեն Մովսիսյանին, ասացի վեհապար, երևում է անտարբեր չեք կանանց նկատմամբ, սրամտեց, ինչպես կրնամ անտարբեր լինել կանանց հանդեպ, անոնք մեծամասնություն են։ Հանդիպել եմ նաև բազմիցս Գարեգին երկրորդ կաթողիկոսին, որն ասաց ամենավտանգավոր մարդը անաստված մարդն է։ Իսկ մեծի տան ընկիլիկյո կաթողիկոս Արամ Արարչինին, երբ հանդիպեցի Բեյրութում, Անտիլասում եւ խոսեցինք արևմուտքի կողմից կազմակերպված աղանդավորական արշավանքի մասին, որ ուզում են մեր հավատը խարխլել, ազգը միասնական չլինի, նա ասաց. «Եկրնակսել, ինչի համար գայլերը մտնում են փարախ, ոչխարի հոտը հոշոտում, միայն այն ժամանակ, երբ փարախը բաց է, հովվապետն էլ քնած է»։ Այդ ժամանակ մի ուսուցչապետ մտավ եւ Արամ Արարչինն ասաց. «Ամենամեծ հաճույքը այս աշխարհում տալն է»։ Ուսուցչապետն էլ ասաց. «Վեհապար, կուզեմ ձեզի հաճույք պատճառել, քիչ մը փող տվեք մեր կրթօջախի համար»։ Հանդիպել եմ նաև Թեհրանի հայ թեմի առաջնորդ Արտակ arczepiskopos Մանուկյանին, ցավոք հիմա չկա, եւ ուրեմն միասին գնացինք Արարատ մարզական ակումբ, այնտեղից ինքը նոր էր եկել, իհարկե զանգահարեց նոր ծառայողին, որպեսզի մեքենա ուղարկեն իր հետևից։ Բարև ձեզ, ասաց, սրբազանն է խոսում։ Այնտեղից մի ժոտ ձայնը լավ լսվում էր, մեկ պատասխանեց, ասեց, սրբազանը տեղում չէ, ու դրեց։ Նորից զանգահարեց, ես ձեզ ասում եմ, սրբազանն է խոսում, այնտեղից, ես էլ ձեզ ասում եմ, սրբազանը տեղում չէ։ Մի խոսքով ուրիշ մեքենայով գնացինք, կանչեց իր մոտ, ինչու ասաց այդպես ասացիք, չէ որ ասացի սրբազանն է խոսում։ Իսկ դուք ասում եք տեղում չի, ասեց, այո, դուք տեղում չէիք։ Դրա համար էլ ասացի տեղում չեք։ Հանդիպել եմ նաև Արցախյան թեմի առաջնորդ Պարքև arczepiskopos Մարտիրոսյանին, որը ասաց, որ քրիստոնյա զինվորների առաջնորդը Աստված ինքն է, օգնում նրանց։ Միաժամանակ հիշեցի մեր մեծ դերասան Մհեր Մկրտչյանին, դերասաններից մեկը Արմեն Մարուչյան պատմեց վերջերս, թե ինչպես իրեն ուշացումով կնքել են ընկերները, դերասան ընկերները, եւ մի շաբաթ նա ուրախությունից խմել է, մի շաբաթ շարունակ, ի վերջո ասել են Ֆրունզիկ ջան, ախր հիշում ես քահանան ինչ ասաց։ Ասա քահանան հիշում եմ ինչ ասաց, բայց նա խմելու մասին բան չի ասել։ Իսկ այսօրվա մեր քահանաները, մեր հայրերը ամեն օր, ամեն ժամ ի փառս իրենց զբաղված են լուրջ աշխատանքով, ժողովրդի հավատը ամրապնդելով եւ ամեն օր շփվում են
հավատացյալ հոտի հետ։ Դա լինի ժամերկություն, կնունք, պսակադրություն, հարսանյաց հանդես, հոգեհանգիստ եւ այլն։ Այնպես որ միաժամանակ հուսամ դուք նկատում եք նաեւ սրամիտ պատմություններ եւ կարող եք այսօր մեր ժողովրդին ուրախացնել ձեր ուրախ պատմություններով։ Մի հավատացյալ ազնվորություն միշտ այցելում էր եկեղեցի եւ ամեն անգամ ինձ տեսնելուց ջերմ ձևով ողջունում էր եւ ես էլ ուրախանում էի եւ շատ կարող մի անձ էր։ Եվ այդպես մի քանի անգամներ, երբ որ նա այցելում էր, ասում էր օրհնեցեք Տերեր եւ ես ասում էի Աստված օրհնի։ Եվ մի օր էլ այդ անձը դիմելով ինձ ասեց օրհնեցեք Տերեր, ես ասացի Աստված օրհնի։ Ի զարմանս նա դարձավ ինձ ասեց Տերեր, ասեց մի հարց ունեմ, ասեցի խնդրեմ։ Ասեց միշտ ասում եմ օրհնեցեք Տերեր, դուք ասում եք Աստված օրհնի։ Չհասկացա, ես ինչ ես քո վրից ցրում։ Մեր կոմիտաս ունենք, հիմա ինքը անապայում է քայանագործում, շատ սուր միտք ունի։ Եվ մեկը մտավ մայրաթորը շմիացին, վանք, երևի մի քիչ խոքեկցած էր, թե ինչ էր, ասեց ես Քրիստոսն եմ, մեր կոմիտասը նայեց, ով եք, ասեց «Յա, ես ինչքան ես փոխվել, չճանաչեցի»։ Մի անգամ էլ շմիացնում, մեկը մտավ, սուտ գլխին երկու հատ անտենա է դրված, շուտ կոճակ ես ուղականջի մոտ է վերել միացրել, մոտեց ասի, ես ինչ ես անում, ինչ եմ մտևանք, սուս մսրուպ մաշտուց ետ եմ կապնվում։ Քան որ սկիզբը ձեր խոսքի մեջ հիշեցիք նաև Արտակ Սրբազանին, Իրանի առաջնորդին, իր հետ էլ միած հետաքրքիր դեպք է պատահել։ Իր մոտ հյուրեր կան եւ վերջում հյուրերը պետք է մոտենան Սրբազանի աչքը համբուրեն, այդտեղ գավազանակիրը կամ վարդապետը ասում է որ մոտեցեք Սրբազանի աչքը համբուրեք եւ այդ հյուրերից մեկը որ մի կին էր երևի սխալ է հասկացել կամ չգիտեր թե ինչպես մոտենում Սրբազանի աչքն է համբուրում։ Գայանը եկել զանգերը չի լսում մի քանի օր։ Վերջը հոգևոր հովին դեր Գուրգենին կանչում է շտաբ կանչեք մոտից, ուրեմն ժամերկություն չեն անում, եթե զանգերը չեն հնչում։ Դեր Գուրգենը գալիս է աստվածօգնական վեհապարտեր, լսում ենք ձեզ։ Ասում է ինչու զանգերը չեն հնչում, ժամերկություն չեք անում։ Դեր Գուրգենը բանը ասում է որ վեհապարտ 17 պատճառներ կան զանգերը չհնչելու։ Ինչպես թե թվարկեք տեսնենք որոնք են։ Առաջինը որ զանգեր չկա։ Կփավի ասում է։ Մի անգամ Հայաստանի լեռնային գյուղերից մեկը հուղարկավորության էի գնում։ Ճանապարհին վարորդին հարցրեցի, թե ինչպես է ննջեցյալի անունազգանունը, ասեց Բալագյոզյան Բայանդուր։ Մտածեցի ինչ է դժվար անունազգանուն է, մոտս գրեցի, վարորդ հարցրեց ինչ ես գրում, ասեցի դե որ չմոռանամ։ Տանկարք երբ որ կատարում է եւ արդեն հանգուցյալի մասին ասեցի Քրիստոս որդի Աստծո անոխագալի է բարեգութ գտակո արարչական սիրոտի հոգիս նորոք հանգուցյալ Բայանդուրյան Բալագյոզյան Բայանդուրի մեկ էլ մի ծերգին դուրս թռավ Տեր հայր քայավաշ այդ իմ տղեն է չի մահացել այդ շոֆերն է որ քեզ բերել է դե լավ ասեցի կներեք անուն ազգանունը ինչպես էր ասեցի եւ տանկարկից հետո դուրս եկա հարցեցի այ դղա ես քեզ հարցում եմ ննջեցյալի անուն ազգանունը ինչ է դու քո անուն ազգանունն ես ասում ասեց Տեր հայր ես իմացա թե ննջեցյալը շոֆերի կուլտուրական ձևն է։ Ստած ենք այդպես նստարանին, Տերերի գիրք է կարդում այսպես։ Հանկարծ տեսա հեռվից ինչ-որ մի կենթանի է գալիս, բայց արդեն նկատեցի որ դա ոչխար չէ, կառնուկ չէ։ Երբ որ մոտեցավ դա, ուրեմն մի անգամից դարձա Տերոր ասի Տերեր մադաղը բերեցին։ Տերայր ուրախացավ, գիրքը հանեց, ծալեց, գործ է եկել, լավ, ծալեց, դրեց այնտեղ։ Է ասեց մոտեցան իրենք առանց նայելու։ Մոտեցան, մեկը ասեց, դե ասեց բերեք էստեղ ասեց, աղ օրտնեմ, տվեք թողուտի, ագանջը կդրեք, տանեք տուն կմորթեք։ Այս մարդիկ խեղճ նայեցին, շենքներից տես ինչ է, բայց իրենք ուրեմն պարզվում որ ցիրկի աշխատողներ են եւ վագր են բերել։ Եվ այս մարդը նրանք ռուս են, իսկ այդ մեկը հայ, նայեց, չհասկացա ասեց, բայց ագանջը ինչի կդրեք։ Մկրտություն են կատարում։ Փոքրիկ 2 տարեկան, 3 տարեկան երեխա էր մկրտողը։ Հա, տատիկ, պապիկ կանգնած ուրախանում են թորնիկի մկրտությունն է։
Պահ կա արդեն, որ ջուրը պիտի օրտնենք, ամեն ալելույա ենք երկում, ամեն ալելույա, 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 այս երաշչանտակ երեխան ստես պարեց, ամեն ալելույա, երբ որ վերջացրեցի ստես լացել, մայրն դեգ տասыз, Տեր այր էդ լավ երկը մի հատել երկի, Այդ պարայեղանակը։ Ես միասում ունենք Տերարտակ, Մկրտարանում, որ աշխատում էր, իրար մոտենում են Մկրտության, ասում են Տեր հայր, ես մեր երեխային կնքեք, Մկրտեք, որ շուտ պետք է հասնենք տուն, ճաշկերություն։ Տերարտակ դասում գիտեք, հիմա մեր ճաշի ժամն է, ես գնամ ճաշում, մի քիչ հետո գամ նոր կնունքը կանեմ։ Ասում են Տեր հայր, ախր շատ ենք շտապում, շուտ կնքեք գնանք, էլի։ Ես ասում եմ, մեր ճաշը ընդհանրապես 3 րոպե, 5 րոպե ուտում հետո գամ կնունքը կանենք։ Ախր Տեր շատ ենք վրազում, շատ ենք շտապում, փողը դրեք գնացեք։ Այս դեպքն էլ կապված է երջանկահիշադակ Վազգեն առաջին Կաթողիկոսի հետ։ Կաղանչեկի լոնի օրը ասում են վեհապար, կարելի է մի սարգավակ ձեզ համար երգ երգի, ասում է թող երգի։ Միջինացիրեն համար զոկերը բրանում գետակից մոտ է գալիս մի ուրիշ չինացի բարևը ես էլ եմ չինացի Երկու չինացի իրենց համար զոկերը բրանում գետակից մոտ է գալիս մի ուրիշ չինացի բարևը ես էլ եմ չինացի Երեք չինացի իրենց համար դուք են բռնում գետակից մոտ է գալիս մի ուրիշ չինացի բարևը ես էլ եմ չինացի Չորսը չինացի իրենց համար դուք են բռնում գետակից մոտ է գալիս մի ուրիշ չինացի բարևը ես էլ եմ չինացի Երբ որ սարգավակը հասնում է արդեն 7-րդ չինացուն Վեհապարը կողքից հարցում է, անոն քանիսն են, ասում են 1 միլիարդ, ասում է, բավ է։ Ես օրինակ միշտ մտածում եմ, թե ինչ լավ էր, որ վեհապարը այդքան հասանելի էր հավատացյալներին, Աստված նույնպես հասանելի է հավատացյալներին, բայց այսօրվա մեր պաշտոնյա աստվածների հետ խոսել չի լինում, չէ՞։ Մեկին զանգում ես, նախ ինքը չի վերցնում հեռախոսը, իսկ եթե բջջայինով ես զանգում, բաժանորդը անհասանելի է։ Ես ով եք, որ անհասանելի եք դարձել։ Երևի դա նաև նկատի ուներ մեծն Նարեկացին, որը ասում էր վտանգված է անձս Տերիմ։ Իսկ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը դիմելով Աստծուն, իր համար հասանելի Աստծուն, ասում էր նավապետ բարի, լեր անձին իմո ապավեն, որ կարելի է նաև ասել նավապետ բարի, լեր ազգին իմո ապավեն։ Այդ չարականն է։ Դուք են ցաղույս անապահազի սալեգոց մրրկյալալիք թշնամին ինձ հարուցանը նավապետ բարի լերանձին իմո ապավեն Սուրբ Սարգսի տոնին քարոզ է տալիս, Սուրբ Սարգսի պատմությունը պիտի պատմի, մարդը խոսում է իրենց Սուլտանաբադի բարբարով։ Ասում է Սուրբ Սարգիսը մեդանագեներալ էր։ Թրիխոմ առաջները կդրում, ետևն էլ։ Այդ պահին Խորեն Բալյանն էլ այնտեղ խմբավար է աշխատում, ասում է Տեր այր գրական լեզվով բացատ խոսաշողովրդին, ինչ ես բարբարով խոսում, Մախոմ դու էլ կոմպոզիտոր ես, գնա քո կոմպոզիտորություն հերես տերերի գործերի խառնում։ Ժամանակ խիստ էին մի քիչ ավելի, քան թե հիմա ճեմարանում եւ մեկ-մեկ մեզ ապտակում էին չսովորելու համար։ Եվ այդ օրը կանչեց, կարծեմ Պետրոս Դուրյան, Տարտուշներ, ինչ բարդ դժվար բանաստեղծություն էր։ Նախորդ օրը թե Երևան մեզ բերել են համերգի, ինչ էին բերել, չգիտեմ, չէին հասել բանաստեղծությունը սովորեն։ Որին հանեց արտասանուր չգիտի, ասած կանգնի։ Արտասանը չգիտի, ես էլ վաղուց կարծեմ այդ բանաստեղծությունը գիտեի։ Ես էլ արտասանեցի լրիվ, բայց էլ ասած կանգնի։ Հիմա եկավ ես առաջինին ինչի չես սովորել, մի հատ ապտակ տվեց, երկրորդին դու ինչի չես սովորել, սրան էլ ապտակեց, մյուսին քացով խփեց, հասավին դասեց, որ ես քանը չես սովորել, դու ինչ ես սովորել։ Մեկ օր ճեմարանը որ քնեցու պետք է անձներ,
Դե ուզում եք որ ինքը այդ քննությունը լավ հանձնի, ասում լավ մի հարց կտամ, եթե վատ պատասխանից, գոնե մի երկու հարցի լավ պատասխանի, ես կասեմ Քրիստոս որտեղ է ծնվել, կասես էլի, կասես Բեթլեհում է ծնվել։ Դուք որ մտածում Բեթլեհեմ, դժվար է հիշեմ այս անունը, ասում լավ մի ծածկագիր է, շպարգալկա ենք ասում սանոներս, կգրեմ դերում այս վարադնիկից մոտ, այստեղից կհանամ գնայեմ էլի։ Վերջը գալիս ես պատասխանորից հետո ասի լավ, մի ասա Քրիստոս որտեղ է ծնվել, մտածեց էլի տեղը չբերեց Բեթլեհում, ասեց հանեց Տայվանում, յարլիկ էր փոգել։ Շախմատ են խաղում ներսը։ Եվ այդ պահին հանգարց ներս է մտնում, երկու հոգի մտնում են ներս եւ ասում են Տեր այր ննջեցյալ ունենք, առանց այնքան են զբաղված այդ քահանաները, առանց նայելու, առանց բանելու, դառնում է մեկը, որը որ Ամերիկայում է, ասում է դրեք տոպրակի մեջ, տարեք եկեղեցի, հիմա ես գալիս եմ։ Զարմացած նայում են իրար երեսի, դու ես ինչ ասեց, դրեք տոպրակի մեջ։ Մեկը դառնում է, բայց ինչի համար տոպրակի մեջ։ Ասում է, որբիսի չծրտի։ Չհասկացա, ասում է, ես ինչ ես ասում, Տեր այր, ոնց է։ Մեկի կողքից ասում է, Տեր կորին ասում է, Տեր այր, ասում է, ննջեցյալ է, ննջեցյալ, վայ, ասում է, կներեք 1000 անգամ։ Իմացա մատաղա։ Կարծում է, թե ակլոր են բերել, մադաղի համար։ Գալիս է մի պահ, արդեն որ հրաժեշտ պիտի տան վերջին հրաժեշտը հանգուցյալին, դերար երկում է, որ մնակ բարեկամներ, երկը կա, ես իս տրի 1000 դարով, Ղաֆիլ եկա որս մահով, զիս կուդանեն ամեն վարյաց, մնակ բարեկամներ, այդ պահին որ երկու է մնակ բարեկամներ, այդ աշխուժ տղաները մեղրելի ձերը բարձրացնում ասում մնակ խեշտ է այրը վախեցել են մի շապատ տունը պարկել են։ Դրոնը հիմա նորագավթում է, մի քանի շաբաթ առաջ տեղափոխեցին նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցին, բայց 80-ական թվականներին ինքնից լենագանում էր քահանագործում եւ մի օր նոր 09-ն առածինում մեքենա եւ պետք է գա Երևան ընտանիքով գալիս է եւ քանի որ լենագանից մինչեւ Երևան ազատ ճանապարհ է ուզում է մեքենայի նաեւ արագությունը փորձել նոր մեքենան ինչ հզորություն ունի սեղմում է մեքենան գալիս է մեկ ճանապարհին մի հատ ոստիկան է կանգնեցնում Ձերմիրոնը մտածում է բոլոր իրեն ճանաչում են ինչու է մարդիկ կանգնեցնի սովորաբար չեն կանգնեցնում նորից մեքենան սեղմում գալիս է առաջ Այս ոստիկանն էլ իր մեքենան հին է, ժամանակ այդ հոնդայներ բաներ չկար։ Հին ջորի մեքենա է լինում, նստում է մեքենա հետևից գալիս է։ Դեն Միրոնը մեքենան փորձելու համար ավելի արագացնում, այս մեքենան ոստիկանն էլ հետևից ավելի արագացնում է, արդեն մի 20-30 կիլոմետր գալիս է։ Մեկ էլ հայրը միջով տեսնում ոստիկան հետևից գալիս է, ասում է ես բան չեմ արել, ինչ եմ արել գալիս, պես կանգնեցնում որ իմանա ինչ եղել։ Մեկ էլ այս ոստիկանը ձև քրտնացի մեքենայից Այդ էր ես 30 կիլոմետր հետևից հետ վազստում ես մի հատ ես մատաղի աղորդի վաղը մատաղ ունեի Գնացինք ապարան Սարգսակի հետ միասին մենք կարճաթև այդպես գարնանային հագնված այստեղ ձյուն է գալիս ցեղ փոթորիկ հիմա ննջեցյալին արդեն որ հանել ենք գյուղից դուրս արդեն պետք է բերենք ոտներս դնում ենք այդ ցեխի մեջ իրենք բոլորը սապոկներով էին մերը խրվում էր կոշիկը դուրս չէր գալիս համարյա թե Մեկ էլ մի պահ Սարգսակը ոդկա դրեց ցեխի մեջ, ոդկա հանեց, բոբիկ ոդկա։ Ասեց տեր հայր կոշիկս մնաց, հետևից որ նայեցի, տեսնեմ թափորը գալիս է, եթե անցնել էլ կոշիկը չեն գտնի, ասի կանգնեք, ասի ինչ է բադել, տեր հայր, ասի գյուղի վերջն է 3 անգամ պտտացրեք։ Ինչ է կոշիկը արկել, մանկավարժներից մեկը եկավ մոտս, կոմունիստական շրջանում էր։ Ես հայրենի մանկավարժ եմ, գրապար լավ գիտեմ, տեր հայր Զորավոր եկեղեցում էինք ծառայում, խնդրում եմ մի գրափառ ավետարան տաս ինձ, կարդամ, կվերադարձնեմ, ասի շիրով կտրամադրենք, մենակ բերեք եկեղեցու ավետարանը վերադարձրեք, մանկավարժս վերցրեց, բայց զգում եմ, որ գրափառ լավ չգիտի, գտի տակ մի որոշ բաներ կարդաց, ասի չէիք կարդա, տեսնենք, ոնց եք կարդում, եթե հարցեր կունենաք բացատրենք եւ այլն Մանկավարժը, ուրեմն ես էլ հատուկ ձևով հապավումներով ավետարանն եմ տվել, որտեղ
հապաղումներով է գրած Հիսուս Քրիստոս եւ այլն, մանկավարժ եթե գրագետ լիներ, կարդար, հերցես գիրքը եւ ասես Սրբո ավետարանիս հսի, քսի, որս մթսի։ Գրամ մեծ հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյան ապարանցի է, լավ էլ մարդ է, երբ որ Քրիստոսի մասին խոսում ենք, հպարտացավ, ասես գիտես, որ Քրիստոսը ապարանցի է եղել։ Ասես ինչպես թե, ասես բա ինչով է գնացել Երուսաղեմ։ Գինասի որտյակին փեսատերս Ուսնեք չաղրս եմ կդրի վիզե կարճ բավոտ ես պսակի մի չվարի շուչուց կդրում մեգին էլ թագը դրինք գլուխը փոքր էր ընգավ ակաժդին ասեց կաղվեց ուրեմն մի անգամ տերանի որ ասեց ավտոտեսուչների հետ կապված Արագադուտնի թեմ կահույք ենք տեղափոխում ես վարորդի կողքն էի նստած ու մեքենան գալիս էր ճանապարհին ավտոտեսուչը կանգնեցրեց տեսա որ գահույք է բարձած փաստաթղթերը բան ասացի մոտեցի աջ դռանը մոտեցա որ եկավ տեսավ սքեմով նստած եմ մեքենայի մեջ ասեց հանրապետական ավտոտեսության ավագտեսուչ այսինչան ես էլ ասացի Արագածոտնի թեմի քրիստոնեական դաշտերակցության եւ քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Հայկազուն Քահանա Մկրտչյան հարց չկա մի պսակի գալիս որ պետք է պսակի ընթացքում իմանում է որ հարցը կնքված չի նախ պետք է օրենքն է այսպես որ եթե մարդը մկրտված չի կնքված չի պսակվելու իրավունք չունի եւ նախապես Տեր Համազած կնքում է հարցին Եվ պսակի վերջացրելուց հետո բացատրում է փեսային, որ քանի որ մերոնի մեջ է, 3 օր հարսը փեսան նույն սենյակում քննելու իրավունք չունեն, պետք է առանձին մնալ, չմոտենաս, որտեղ մերոնը սրբություն է վայելեն։ Դե պսակի վերջացնում է, դուրս են գալիս, փեսան, բայց ինչ-որ մտքերի մեջ են գած, մեկ էլ նորից հարսանքավանդներից առանձնանում, գալիս է ասում է, իրա ինչ ասի, ոնց, 3 օր չմոտենամ, կամ տարի սպասել եմ։ Ասում է Հա, դա չի կարելի, մերոնի մեջ չի կարելի։ Հիմա չգիտեմ, կներեք արտահայտությունը, որ փեսայի ասածն է, ասում է, դեր հայր իսկ գզեր կարելի է։ Պարոն Հովյանը բնակարան է ստանում եւ հրավիրում է բոլոր դասախոսներին, որպեսզի գնան բնակարան շնորհավորեն։ Քանի որ այդ կոմունիստների ժամանակ բոլոր տները նույն ձևով էին կառուցում, 5 հարգանի եւ մուտքերը նույն ձևով ամեն ինչով մի քանի հատ իրար կողք են։ Թող հիմա էլ նույն ձևով կառուցեն, միայն կառուցեն։ Հիմա բայց կառուցում են թե քանդում են։ Եվ ուրեմն գնում են այդ բոլոր տները նույն ձևի եւ այս պարոն Հովյանը սխալվում է, տանում է ուրիշ տուն եւ բարձրանում է նույն մուտքը, նույն հարգը, բայց ուրիշ տուն։ Մտնում է զանգ բան են անում, կոճակը սեղմում են Հենց դուրը բացում են, արագ պարոն Հովյան ասում է, համեցեք, պարոն Շաբասյան, պարոն Անտոսյան, բան, ուրախ, ես սրանք մտնում են մի հատ կինա կանգնացնում, ասում է, չհասկացա, ինչ եք ուզում, բան, իրա, սող նայում է զարմացած պարոն Հովյանին։ Պարոն Հովյանը գալիս ասում է, տիկին հələ գնայինք ում։ Ըստ տիկին ասում է, չհասկացա, իմ տունն է, ոնց է գնացեք։ Ոնց թե ասում է, իմ տունն է, բայց տիկին ուրիշ է։ Եկեք, այ տիկին գնա այստեղից։ Բաղնիկ տանուշի պես է։ Հովյանից կապած մի ուրիշ Երիտան հետ կապած մի երիտը զրույց կա, իր հետ կապած։ Իր հետ տեսարանում, որ դասախոսում են ուսուցչանոցում։ Զրուցելու ժամանակ ասում են, որ եթե դու մի հատ էլ երեխա ունենաս, քո 2 սենյականոցը կդառնա 3 սենյակ քեզ կտան կվարձիլը։ Մի քիչ անցնում է, դասամիջոց, երկար դասամիջոց ստացել։ Նայում չկա Հովյանը։ Մի 10 րոպե հետո գալիս է ճանապարհը քշտելու, ասում է, 3-րդ սենյակին հարցնել եմ ցուցինք։ Բարեկամ ունենք 3-րդ յուղում մեր հարգարժան ապարանցիներից է Գոկորի անունը, Գրիգոր։ Եկավ մի օր թե Տեր այր հայրիկիս հորաքուրն է մահացել։ Բաքվի փախստականներից է, 95 տարեկան է։ Գնանք թաղենք։ Այսօր ուրախ թաղում է, մեծի թաղում է, ասի դա թաղումին ուրախ չկա։ Թաղում է ուրեմն տխրություն է։ Չէ, դե մեծ է, լավ կլի արի։ Արդեն մի քիչ քեֆները լավ էր։ Գնացինք, թաղումը հարկավորությունը տանից հանեցինք, հասանք մինչև գերեզման չհասած, իրենց մոտ սովորություն կա, գյուղի վերջում, մի անգամ 3 անգամ պտտցնում են հանգուցյալ, նոր տանում են գերեզմանոց, հա, երբ
կանգնանք, դե ասի պատտեցեք 3 անգամ սովորության համաձայն հանգուցյալին, Գրիգորով կողքից ասեց, հորքուր, ֆրա, վերջիդ կարուսելլա։ Լենագանում, կարծեմ, դեր Միրոնին հենց որ Լենագանում եղած ժամանակ իր մոտ էր գնացել, դեր հարսանիքի էր մասնակցում։ Հարսանիքի ժամանակ արդեն թե իշպահնա դեր մապրեն թեքում ասում է նվագողներին ասեք, որ մի հատ սեմսորոկ նվագեն, սեմսորոկը դար, իրար, այսպես ու երաշտին կա, մեկ ես լենագանցի թեքում նվագողներ ասում եմ, տղերք տերարի 740 կակ ուզա։ 740 գիրալ հետ։ Սեմսորոկը։ Քավորս մարդ էր ուղղակի ինձ մոտ, երեխաներից քավոր է մկրտության կանոնի։ Թե տատիկը մահացել է Հրազդանում։ Գնացի Հրազդանը կատարելու։ Ինչի՞ ես ուրախացել, որ մարդը մահացել։ Չեմ ուրախացել, հիշողություններ են։ Բարի հիշողություններ են ուրախ։ Գնացի մեծ հասակին էր։ Վերջերս մի մեքենա տեսա, հուղարկավորման մեքենա է մեր հիմնարկի մոտ, այո։ Ասացի ոնց եք, ասեց, ես մի ամիսագործ չկա, շատ տխուր։ Հիմա դու ես ուրախանում ես այդ։ Չէ։ Ուրեմն 12-13 տարի առաջ էր։ Գնացինք տանելական մեքենա վերցեցին, արդեն գարնան դեմա, ձուն հալկը սկսել են նորից։ Գնացինք Հրազդան, 85-6 տարեկան էր տատիկը, քավորիս։ Բան կարգը կատարեցին, քանեցինք դուրս, եղանակը լավ էր։ Մի 10 քայլ անելուց հետո կամաց անձրև սկսվեց։ Տղաները բոլորը Երևանից են, քավորիս ընկերներ եւ երաժիշտներ։ Ինձ էլ ճանաչում են մի մասը։ Անձը ուսեց 4 մի կողմից տերայր արագացու, տերայր կարճ կապի, տերայր արագացու, տերայր կարճ կապի։ Կթրջվենք եւ այլն։ Իրոք մի քանի քայլել արեցինք, ավելի հորթացավ անձրևը։ Ես իմ հովանին պահեցի գլխիս, դիրացուի հետ։ Հետևիցս ասում են արագացրա, մեկն ասեց թե այ մարդ մի կարգին տերդեր չկար, բերեր ինչ ասում ենք չի կատարում։ Մի քանի քայլեր արեցինք, ընկերներից մեկ իրոք հեղեղի պես անձրև էր գալիս, ամբողջ տատիկը թրջվել էր, ջրի մեջ էր։ Ասես տեր այր արագացրա, տատին կամպոտ տարավ։ Ես ուրախությունն էլ որ չլի նման առիթով, մարդ տխրությունից չէին կարողանում դիմանալ։ Միշտ եթե մենք սովորաբար մասնակցում ենք, երբեմն մարդիկ կարող են ասենք տարվա մեջ մի քանի անգամ մասնակցել տխրությունների, եթե առիթ լինի, բայց մենք սովորաբար երբ որ լինում է տխրություն, այսինքն գալիս են տերար են հրավիրում, պետք է գնանք մասնակցենք։ Եվ ստացվում է այսպես, այնտեղ տխրությունից հետո գալիս ենք պսակ ենք կատարում։ Եղանակի անմիջական փոփոխություն։ Միտեղ տխրություն, մյուստեղ ուրախություն։ Մեր գործն էլ գործ չի։ Գեղեցուց լուստրեն են գողանում, ջահը։ Ջահը, այո։ Եվ ոստիկանները գալիս են, որպեսզի նայեն ոնց են տարել, ինչ են տարել, ովքեր են տարել։ Եվ գեղեցուց սպասավորներ են մոտենում ոստիկաններին Սուրբ Վարդան, այնպես Սուրբազան, ասենք Գևորգ, այնպես Սուրբ Մաթեոս, ասենց անունները ասում են, ոստիկանն նայում ասում են, սաղը Սուրբ եք, բայց լուստրենով է գողացել։ Ոյակա։ Իմիջիայից Աստված ասել է գողին կարելի է ամենամեծ պատիժը տալ։ Մեծի պատմություն էլ կա, մի քաղաքում լինում է մի խոստովանահայր, մեծ տարիքով։ Իրեն իր մոտ անդադ գալիս են խոստովանության եւ ինքն էլ որպեսզի կանայք չասեն թե ինչ մեղք են գործել, մանրամասն չպատմեն, ինքն այդքան հաճելի չի իրեն լսելը եւ կանայքը որպեսզի չդժվարանան այդ պատմությունները պատմելուց, ասում եք ասեք, սահեցի, ես կհասկանամ, որ դավաճաներ ես ամուսնուց։ Եվ թողություն կտա։ Այսպես մի քանի տարի ասում ես քահանան մեռնում է։ Հիմա մի նոր երիտասարդ վարդապետ են ուղարկում այդ քաղաքը, որ որպես խոստովանահայր եւ երկու ամիս հետո քաղաքագլուխը ճաշկերույթ է կազմակերպում մի պատիվ նոր խոստովանահոր, որ եկել է այդ քաղաքը եւ բոլորը մաղթանքի, բարի մաղթանքի խոսքեր եւ այլն ասելուց հետո հայ Սուրբը վերցնում բաժակը, ասում է նայում եմ քաղաքը փողոցները հարթ են, ծուն չկա, բայց չգիտես ինչու կանայք անդադ գալիս ասում են հայ Սուրբ սահեցի, չեմ հասկանում ինչ է կատարվում։ Դե քաղաքագլուխը գիտի ինչի մասն է խոսքը, ասում է ծիծաղել է, իշուր մեկ է թուրի չքնդաս, օրը 3 անգամ միայն քիրդ կսահի։ Այդպես որ այդ քաղաքում կարելի է գեղասահքի
Ուրեմն միջազգային այ։ մեր գալիս է ուրեմն մեր տերորն է ուզում, տերկոյունին։ Մոդելին ասում եմ տերկոյունն եմ ուզում, ասում եմ այլևս տերկոյուն չի։ Ոնց թե բա ասում երեք մյուս օր տերկոյուններ են։ Ասի ինքը մեծացել է, արդեն դարձել է տերառուց։ Ասացի հիմա ոնց ասեմ, ասի պետք է ասես տերառուց։ Հա, ճիշտ է, որ ինքը ձեռնադրվեց մի 7-8 տարի անցել է, բա կոյրունը խոչի մնա մեծանում, առուձա դառնում։ Քուանվան համար էլ գրեց, չէ, Աստված թող վատերին զսպի, օգնությամբ համազասպի։ Այո, Այ օգնում է։ Բժնի դեր Եղիշեն թաղման ժամանակ հողը լսում են, վերջ ասում են, եկել բերում նատ մեծ քար, այստեղ են դնում, սովորաբար գլխի մոտ են դնում։ Այդ բժնի բերում նատ քար ոտերի մոտ են դնում։ Դերարը նայում ասում են, ոտերի մոտը քարը հանեք։ Դերար ինչ եղել, քար ինչ եղել, թող մնա։ Դե ասում են ճամփորդ մատա կարող անգարց ոտը քարին կբնի։ Աշտարակ քաղաքում Սուրբ Մարիանը եկեղեցում ծառայում էի, երիտասարդանը նստած եմ, դեպի եկավ ասես Տեր հայր, վերևում ինչ-որ տարօրինակ մարդիկ են եկել, չափումներ են անում, կարող է դիվերսանտ են։ Մի անգամից վեր կացանք, բարձրացանք վերև տեսնենք մի կին ու տղամարդ մետր դրած չափում են, մետրը դրած չափում են, կավիճով գցում են, հետո տղամարդը հանեց մի հատ ձեռքի դրել, սվերլոն դրեց, ձգեց ու ուզում է ծակի։ Այդ պահին բռնեցի դրան, իջեցրեցինք ներքև, հարցնում եմ, ինչ ես անում։ Ասում է Տերար ջան, մեզ Սուրբ Մարատն է ուղարկել այստեղ 7 հատ թուղթուգիր են արել, եկեղեցու պատում թաղել։ Հիմա պետք է քանդենք հանենք։ Այդ աղա ասում եմ, մեզ 13-րդ դարում են սարքել այս եկեղեցին, դու այն ժամանակ չկա էր ախր։ Ասեց, մենք լավ պրծանք Տերար ջան։ Ասեցի ինչի, ասում է եղբորս էլ իրականոչն ասել է, որ ձեր թուղթուգիրը 3 հատ մեռել է թաղել են, թե գալակ փորեք անեք։ Ներ առաջ Պարսկաստանում էի։ Հրավիրել էին Պարսկաստան, Մազադարան եւ ուրեմն Թերանից գնում ենք դեպի ուրեմն Թավրիզի կողմը։ Ճանապարհը գեղեցիկ բան։ Վերջը միտեղ կանգնեցինք, ասցին դե ասին կանգնենք Տերայր ասին։ Մի սպան վերցնենք։ Դες շոկ, շատ ված կրդին մի 45-50 աշան կլինի։ Կանգնել եմ սենց հոգնած, մեկ էլ տեսնեմ մեքենայի մոտ։ Իրանք ներսն են։ Դենտերն խոզի միշ չկա, միայն տավարի միսա, ոչխարի այդ բան։ Ման են գալիս ինչ վերցնեն թոք բան։ Տեսնեմ մի հատ սենց տարբեր գույների շորերով, բան գլուխը փաթաթ, սենց մի ձևի յուրահատուկ մի անց։ Հերվից մի հատ բանկաձեռը սենց խունգ ծուխ անելով գալիս է։ Եկամ մոտեցավ ինձ։ Եկամ մոտեցավ, դե պարսիկ է, մոտեցավ, գլխով սենց արեց, ես էլ սենց արեցի, մեկ է բանկեն միացած պրծրեց։ Պրծրեց ես ուխոտ հենց, այն բանկիչը, որոմս գնաց մի հատ։ Իա, ասը չասկաց, այս ինչ անում։ Մեկ է տեսնեմ, սկսեց սենց պրծրել, այս պային արդեն չես կարա, դի թեկվես, որ կոմբան, ասի սպասի, բան էտ պային մոտեցան ասցի, ես ինչ ա ուզում, ով է եսի, բան, ասին, մոտեցավ մեկ խոսեց, ասեց դերվիշ ա, բա ինչ ա ուզում, ասեց ես դերվիշ բաբան եմ, եկել եմ դևերը կշեմ սրա վրից, ասի չասկաց, ես էլ ֆարաջավ չեմ, ասի ոնց թե ասի, դու եկել ես ասի ին վրայի դևերը կշես, ասի իրեն թարգմանի, որ ասի ես եմ դև կշողը, բա ոնց ասի ես, դե իրենք ասեն են, որ տերարին քեշ չեն ասում, ասի ես քեշիշ եմ, ասի լար եստեղ, հենց ասի քեշիշ եմ, եսի խոնարվեց, ընգա ոտներս բան, ասի վերկաց, ասի դև կշողից նայր, կորից տեղից։ Այդ մկրտության կոչերից մեկն էլ դա չէ, մաքրվել ի մեղած, ազատվել ի դևած։ Հա, հենց դա երևի Հրաժարիմ ի սատանայե։ Մանկապարտեզներից մեկում օրհնության կարգ են կատարում երեխաների, կանոններով մի քանի կանոններով գնացել ենք բոլորս ֆարաջները հակած խաչ ավետարանով, մեկ է փոքրիկները այսպես հավաքվել են, զարմացած նայում են, դրանցից մեկը երևի ամենահամարձակն էր։ Մոտեցավ ասեց. Աստված պապիկներ, ես ինչ պետք է անեք։ Աստված պապիկներ։ Հոգևոր հայրեր, ի խորոց սրտի շնորհակալ եմ այն սվարթ պատմությունների համար, որ դուք սիրով եւ սիրահորժար պարգևեցիք մեզ եւ մեր ժողովրդին։ Երբեմն մտածում եմ, թե Աստված մի արածց է, բա որ աշխարհում հանկարծ Աստված չլիներ, Քրիստոս չլիներ, եկեղեցի չլիներ, հավատ չլիներ, ինչքան դատարկ կլիներ աշխարհը։
Ինձ բախտ է վիճակվել լինել աշխարհի շատ եկեղեցիներում, ուղղափառ, կաթոլիկ, օրթոդոքսալ, լյութերական, երիցական, բողոքական, նույնիսկ այցելել եմ մահմեդական մզկիթներ, մեջիթներ։ Իհարկե դու գիտեք, որ բողոքականները եկեղեցին չեն ընդունում, ասում են մեր եւ Աստծու միջև միջնորդ չպետք է լինի։ Բնականաբար ես եւ դուք սիրում ենք հայ առաքելական եկեղեցին, ազգայնացված մեր եկեղեցին եւ ինչպես Թեքեյանն է ասել, եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգուս։ Իհարկե մենք շատ եկեղեցիներ ենք կառուցել, այսօր էլ մի հսկա եկեղեցի ենք կառուցում Երևանի կենտրոնում, թեև բնակարանային շինարարությունը շատ սուղ պայմաններում է եւ այնուհանդերձ պետք է ասեմ, որ այսքան եկեղեցիներ ունենալով այնքան էլ հավատացյալ ազգ չենք, որքան մեզ թվում է։ Մենք իհարկե ոչ մեկի արձանին դեմ չեմ, կարող ենք օրինակ Կարաբալայի արձան ունենալ, բայց ուրիշ տեղեր գնում եմ Հիսուսի արձանը, Աստվածամոր արձանը, ինչու մեզ մոտ Նարեկացու արձանը չլինի, ասենք, կամ Հիսուս Քրիստոսի արձանը չլինի։ Եվ զարմանալի նաև փոքրիկ հանրապետություն, մեկ էլ հայտարարում են, աննշան կուսակցություններ ունենք, չէ, այսինչ աննշան կուսակցության առաջնորդը այստեղ խոսք ասաց։ Ինչ առաջնորդ, եւ մեր առաջնորդը մեկն է։ Եվ նա է մեզ առաջնորդում։ Եվ ասված է, որ բոլոր կենդանիները ճանաչում են իրենց տիրոջը, բացի մարդուց։ Ես հիշում եմ մեր քաղաքական գործիչներից մեկը թերթով եւ նաեւ հերոսատեսությամբ ասաց, որ ինքը Աստծուն չի հավատում եւ Աստված չկա։ Պատկերացրեք, որ պատիժը չուշացավ։ Այո, իրոք վիզը ծրավ, չի կարելի այդպես։ Վերջերս ես հանդիպեցի Սուրբ Սարգիս եկեղեցու ծխական խորհրդի անդամ բանաստեղծ Արտակ Ոսկանյանին, որն ասաց, որ այցելելով ծխական խորհուրդ, տեսա բոլորը ծխում են, ասաց, որ իրոք դուք արդարացնում եք այս բառը, եւ ասաց, որ Նիգերիայի ֆեդերատիվ հանրապետության պրեզիդենտ ընտրվելու ժամանակ պրեզիդենտ Ապարանջա անունով պրեզիդենտ ուրեմն ձեռքը դրել է Աստվածաշնչի վրա, երթվել եւ ասել. մեր սահմանադրությունը այս 10 պատվիրանն է, որ մենք կատարելու ենք։ Եվ իրոք, եթե մարդկությունը 10 պատվիրանները կատարի, պատկացրեք աշխարհում ամեն ինչ հոյակապ կլինի։ Բայց ես երկար մտածում եմ եւ տեսնում եմ, որ համարյա ոչ մի պատվիրան չի կատարվում։ Պատվիրանը առաջինն ասում է, չէ, ես եմ ձեր Տեր Աստվածը, ինձնից բացի ուրիշ Աստված չունենաք։ Բայց ինչքան երկրային աստվածներ ենք մենք պաշտում։ Պաշտոններ, աթոռներ, կռապաշտություն։ Այո, կռապաշտություն։ Ես բոլոր 10 պատվիրաններն էլ գիտեմ, բայց օրինակ ասում է մի սպաներ, բայց չէ որ դարերը ի վեր մարդկության պատմությունը սպանությունների դարեր են, եւ ոչ միայն հոգու սպանության, արդարության սպանության, մի շնանա, բայց չէ որ շնացողները շնից շատ են։ Այո։ Եվ ուրեմն այս բոլոր պատվիրաններից ոչ մեկը չի կատարվում։ Եվ մենք մեծ պարտք ունենք մեր Տիրոջ նկատմամբ։ Եվ պետք է մեր սիրտը բաց լինի Աստծո առջև։ Եվ թույլ տվեք նրա խոսքով էլ ասել, որ մենք խաղաղություն գտնենք Աստծո հետ, այսինքն խաղաղություն հերավորած, մերձավորած, խաղաղություն ամենեցուն։ Սուրբ խաչիվ սաղաչես սուգզներ, զիսովա պրգեսես մեզի մեհած, երգեցու սեշտորը որմուքի անյուրո, ամենագալեր աստված բրգեցու որմյա։ Պահպանիչ ի հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր, պահյա, պահպանյա, ազգս հայոց, ի Հայաստան և իսպյուրս աշխարհի, փրկյա ազատյա, հերևել և արևուտ շտամյաց, արժանավորյա գոյությամբ փառավորել սայր և զորթի և սուրբ ոգիտ, այժմ և միշև ավիդյանս ավիդենից, ամեն։ Օրտնյալ եղերուքի շնորհացուրբ հոգվույն, երթայքի խաղաղություն, եւ Տեր Հիսուս եղիցին ձեզ ընդամենեսյան, ամեն։ 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 Հայ ժողովուրդ,
Աստված եւ ծիծաղը հավերժ քեզ հետ։ Սիրեցեք միմյանց։ Եթե տխուր եք, մենակ, եկեք ծիծաղի սենյակ, կյանքի հոգսերին մեկ-մեկ, նաև ծիծաղով